Դավիթ Անանյան, Միասնության թևերի նախաձեռնության անդամ։ Արցախը բառ չէ, Արցախը ճակատագիր է։ Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող մարդը փորձում է խելացի համեմատություններով բացատրել, թե ինչ է նշանակում Արցախ բառը, իրականում բացատրում է ոչ թե բառը, այլ իր մանրությունը, ցինիզմը եւ արտաքին կամքի հարմարեցված լինելու իր պատրաստակամությունը։ Արցախը լեզվաբանական միավոր չէ, որ դրան կարելի է մոտենալ բառարանային հեգնանքով կամ կաբինետային սառնությամբ։ Արցախը հազարավոր զոհերի արյուն է, 100 հազարավոր մարդկանց կորցրած տունը եւ մի ամբողջ ժողովրդի կոտրված, բայց չմոռացված արժանապատվությունը։ Պաշտոնական ամբիոնից այդ բառը նվազեցնելը պարզապես անհաջող արտահայտություն չէ։ Դա արժեքային ընտրություն է, հիշողության եւ մոռացության, արժանապատվության եւ հարմարավետության միջև։ Երբ պետության անունից խոսող մարդը չի զգում բառի ծանրությունը, նշանակում է չի զգում նաև այն ժողովրդի ցավը, որի անունից խոսում է։ Իսկ երբ չի զգում ցավը, վաղ թե ուշ սկսում է արդարացնել նաև դրա պատճառները, որովհետև կան բառեր, որոնք պարզապես չեն կարելի համեմատել։ Դրանք կամ կրում ես, կամ խուսափում դրանցից։ Եվ ժողովուրդն ամեն բան տեսնում է եւ տալու է իր արժանի պատասխանը։